Մենք ապրում ենք ցուցադրական մայրության դարաշրջանում, սոցիալական ցանցերը հեղեղված են կատարյալ մայրիկների, ժպտացող երեխաների լուսանկարներով, բայց ինչ է թաքնված այս էկրաններից այն կողմ, ինչ վախեր եւ տագնապներ ունեն նրանք։ Ձեր էկրաններին հոգեկապն է։ Իմ հյուրը այսօր հոգեբան Մարիամ Մելքումյանն է եւ այս խնդիրը զրուցելու ենք եւ փորձելու ենք բարձրաձայնել նրա հետ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, Մարիամ ջան։ Ձեզ եմ շնորհակալ Երվան ջան։ Ինչ է կատարյալ մայրիկի բարդույթը եւ ինչով է այն տարբերվում բնական մայրիկի հոգեվիճակից։ Բառը եթե փորձենք վերլուծենք, կարևոր է շեշտենք, որ չունենք որպես այդպիսին ախտորոշում, որ կատարյալ մայրիկի բարդույթ կա, բայց մենք ունենք իրավիճակ, որ հասարակության մեջ կա իրավիճակ, որ երբ որ կինը ձգտում է դեպի իդեալական մայրության, գտնում է, որ չպետք է սխալվի, ամեն ինչ պետք է ճիշտ, ընթացակարգային եւ ըստ իր ու հասարակության պատկերացումների իրականացնի, մենք անվանում ենք որպես այդպիսին բարդույթ, որ ամեն ինչ փորձում է մայրը իդեալական անի։ Մայրիկները որպես այդպիսին ունենում են իրենց գլխում սցենար, թե ինչ պետք է անեն, որպեսզի լինեն ընդունված, սիրված եւ իրացված որպես մայր, բայց խնդիրը բարդանում է, երբ որ միջավայրը, ընտանիքը, մեծերը, նեղ հասարակական օղակը որոշակի կանոններ է թելադրում, թե ինչ պետք է անի մայրը, որպեսզի լինի իդեալական։ Ուզում եմ ասեմ, որ այս իդեալականացման ձգտումը իր հետևից բերում է շատ տագնապներ, բերում է շատ լարվածություն, բերում է չբավարարվածություն եւ մայրը փոխարենը վայելելու իր մայրության process-ը շատ հնարավոր է լինի տխուր, հնարավոր է լինի տագնապած, լարված իր երեխայի հետ հարաբերություններում։ Հոգեբանության մեջ Վինիկոտի կողմից հետաքրքիր մի հատ տերմին ունենք ու շատ նաեւ վերջերքս արծարծվում եւ բարձրաձայնվում է, որ չկան իդեալական մայրեր, կան բավարար լավ մայրեր։ Այսինքն ուզենք թե չուզենք, հումորով նաև հաճախ սրա մասին խոսում ենք, որ մեր երեխաները ինչ էլ անենք, իրենց հոգեբաններին ինչ որ մի բան կգտնեն, ունենալու են պատմելու բան։ Պատմեն ու դժգոհեն մեր մամայության մեթոդներից կամ ծնողավարման մոտեցումներից, բայց մենք ունենք արտահայտություն, որ բավականաչափ բավարար լավ մայր է, սա ենթադրում է, որ երեխայի հետ հարաբերություններում անկախ ժամային ներգրավվածությունից մայրը հասանելի է, այսինքն երեխան ազատ, անկաշկանդ կարող է մայրիկի մոտ արտահայտել իր էմոցիաները, կարող է խոսել, կարող է օգնություն խնդրել, բավականաչափ բավարար լավ մայրը ենթադրում է նաև, որ ոչ միայն անընդհատ երեխայի հետ խնամքում է ներգրավված, այլ նաև ունի իր ժամանակը, իր այլ զբաղմունքները, իր այլ հոբիները եւ իհարկե կարեւոր բան եմ ուզում ասեմ, որ իդեալականության հետևից վազող մայրիկները հաճախ կամ երբեմն լինում են քննադատ այլոց հանդեպ, որ ես կարողանում եմ անեմ, ես այսինչ անում եմ, գիշերը չեմ քնում, հետն եմ միգուցե զուգահեռ աշխատում եմ, բայց իմ տունը մաքուր է, իմ երեխան միշտ առողջ սնունդ է ուտում, իմ երեխան միայն գրքերով է զբաղվում եւ այսպես շարունակ, մի տեսակ այն ոչ ազատությունը, որ ունեն սեփական անձի հանդեպ, նաեւ մյուս մայրերի ճակերտավոր վզին են փաթաթում եւ ակնկալում են, որ եթե ես այսպես եմ անում, ապա դուք եւս այդպես պետք է անեք։ Չէ, մաման մարդ է, ով նաեւ սխալական է։ Եվ անընդհատ ապացուցողական ինչ որ դիրքորոշում ունեն իրենց հասարակությանը մարդկանց ապացուցելու, որ տեսեք, ես հասցնում եմ, ես անում եմ, իմ մոտ ստացվում։ Այո, մի տեսակ համոզում են ուրիշներին, նաեւ ներսից փորձում են իրենց համոզեն, որ ոնց որ թե ստացվում է։ Իսկ սոցիալական մեդիան ինչ դեր ունի այս ամեն ինչում, ինչպես է աղավաղում մայրության հանդեպ մեր պատկերացումները։ Նախկինում մեր ծնողները, տատինները համեմատվում էին իրենց համայնքի, գյուղի, քաղաքի, շրջանի, իրենց ծանոթ կանանց հետ եւ այդ համեմատությունների ֆոնին շատ տարբերություններ չունեին։ Ներկայումս մեդիայի շնորհիվ ու հետևանքով երկու տարբեր իրավիճակներ ենք դիտարկում։ Մեկ հնարավոր է տեսնի, որ հնարավոր է օրինակ երեխու համար այսպիսի բան պատրաստեմ կամ այսպիսի բան խաղ հորինեմ ու խաղամ դրական կողմով եւ հիմնականում բացասական
բան, որ համեմատությունը ի վնաս գնում է մայրիկի, որ իմ երեխան տները թափթփում, կամակորություն է անում, ես չեմ հասցնում հավաքեմ, այդքան գեղեցիկ ինստագրամյան տուն, հարաբերություններ, սնունդ չեմ պատրաստում, այդ նշանակում է, որ ոնց որ թե իմ երեխան երջանիկ չի ու ես այդքան էլ լավ մամա չեմ։ Ու այս համեմատությունների ֆոնին մեր ուղեղը սկսում է աշխատել ի վնաս մեզ, ու նաև լարվածություն է առաջանում, որ անընդհատ ուզում ես անես, բայց եկեք ընդունենք, որ իրավիճակները տարբեր են։ Այն մարդը, ով ցույց է տալիս այդ կյանքը, հնարավոր է իրոք կարողանում է դա կազմակերպել։ Եվ մեծամասամբ լինում է դա ընտրյալ պատառիկ է, որ որոշում է եւ ընտրողական ցույց է տալիս։ Հատվածն է, որ ընտրողաբար ցուցադրվում է հասարակությանը։ Միշտ պետք է ունենալ այդ միտքը, որ դա միանշանակ իրականություն չի, այնինչ ես տեսնում եմ, եւ վերապահումով մոտենալ, թե ում ենք հետևում, ինչ բովանդակությամբ, ռիլեր կամ ինչ կոնտենտ ստեղծող մարդկանց ենք հետևում եւ հաշվի առնել, որ մեդիան մեծամասամբ տալիս է այն պատկերը, ինչ որ ուզում է անձը ցույց տա։ Եվ եթե անգամ հասցնում է այդ կինը, ինչ ջանք, ինչ չարչարանք, ինչ ուժ է ընկած դրա հետևում, չէ՞ որ այդ կինն էլ է հոգնում։ Շատ էլ ցույց չի տալիս մեզ, որ ինքը հոգնած է, ուժասպառ եղած է, սպառված է օրվա վերջում, չէ՞, բայց ինքն էլ է հոգնում։ Հոգնում է եւ այդ հոգնածությունը շատ անդրադարձ է ունենում երեխաների հետ հարաբերություններում, երեխաների վրա, զուգընկերոջ վրա, նամանավանդ եթե աշխատող մայրիկի մասին է խոսքը գնում, նաեւ այստեղ դերերի շատ ներգրավվածություն կա ու տարբեր բաներ պետք է կինը միաժամանակ անի։ Կարևոր մեսեջ, որ մամայության մեջ կարևորը հետեւյալը, այն ինչ քեզ հաճելի է, նույնիսկ եթե հաճելի է, որ դու երեխու հետ ինչ որ մի բան ես նայում, ինչու եմ ասում նայում, որովհետև շատ ծայրահեղ մոտեցումներ ունենք, որ իդեալական մայրերը իրենց երեխաներին որևէ գadget-ներ չեն տալիս, ու լինում է հակառակը, որ ես երեխայիս ազատություն եմ տալիս։ Այստեղ կարևոր է, որ հաշվի առնենք մաման գտնի մի բան, որ իրեն հաճելի է իր երեխայի հետ անի։ Շատ մայրեր ասում են, ես չեմ սիրում օրինակ puzzle հավաքել, բայց ես երեխուս հետ նկարում եմ։ Okay, նորմալ է։ Ես սիրում եմ երեխուս հետ խոհանոցում ինչ-որ բան կտրտեմ, բան պատրաստեմ, բայց կարող չեմ սիրում գիրք կարդամ, էս էլ է նորմալ։ Մեղքի զգացում չունենալ, որ ինչ-որ բան չեմ անում, այն չեմ անում, բայց կարևոր մի բան եմ ուզում շեշտեմ, որ հաճախ իդեալական մայրության հետևում թաքնված է լինում երեխայի հանդեպ բռնություն։ Նույն այդ իդեալական մայրերը, որ փորձում են այդ կերպարը ապահովեն, երեխայի սխալի հետևանքով հնարավոր է երեխայի հանդեպ լինեն շատ կտրուկ ու շատ նաև չներող, անզիջում, քննադատ, հնարավոր է նաև ճակերտավոր ծեծ, նույնիսկ եթե դուք այդ նկատում եք ձեր վարքում, մեղքի զգացումը ինքը որպես այդպեսին կառուցողական տեղ չի տանում։ Կարևոր է պատասխանատվություն վերցնել, որ ոնց որ թե մի բան են չեմ անում, ինչու եմ սա շեշտում, որովհետև երբ որ խոսում ենք հետևյալի մասին, որ չկան իդեալական մայրեր, սա չի ասում, որ պետք է լինի բարձի թողություն եւ ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես արա, դե մեկը նորմալ է։ Չէ, կարևոր է հասկանանք, որ երեխան անհատ է ու ինչքան էլ փոքր է ու ինչքան էլ մեզնից կախյալ է, իր հետ հարաբերություններում պետք է նաև պատասխանատվություն ունենանք, որ եթե ես ինչ-որ բան սխալվել եմ, վատ եմ վարվել կամ իմ ուզածով չեմ արել, ես կարամ երեխայիցս օրինակ ներողություն խնդրեմ, օրինակ ասեմ, վայ բալես կներես սխալվեցի, լարված էի, հոգնած էի, ես երեխայի համար օրինակ եմ, ես ինչ օրինակ եմ ուզում լինեմ, մեկը, որ ամեն գնով, միջև ուժերի վերջին ճիգը, ամեն ինչ անում է, որ հաստատումը ստացա, ես ճիշտ եմ, իդեալական եմ, թե մեկը ով մարդ է, ով կարող է սխալվել, ով կարող է տխրել, ով կարող է բարգանալ եւ ցույց տալ, որ հա հոգնած էի, ոնց որ թե բարկացա, չէի ուզում քո վրա գոռամ, ուղղակի հոգնած էի, բայց մեկը ես քեզ սիրում եմ։ Մայրությունը ինքը ենթադրում է, որ անպայմանական սեր պետք է ունենա, այսինքն ոչ թե պայմանական լինի, որ խաղալիքներդ հավաքեցիր, սիրում եմ քեզ, եթե չհավաքեցիր, չէ։ Դասերը տարեցիր, սիրեցի քեզ։ Տարբեր փուլերում այդ պահանջները փոխվում է։ Անկախ երեխայի արածից երեխան իմանա, որ մաման սիրում է իրան, բայց մաման միաժամանակ ցույց է տալիս, որ հեյ բալես գիտես, օքեյ չի, որ անընդհատ նույնը այսինչ անում ենք ու խնդրեմ առաջացնում, արի փորձենք ուրիշ ձև անենք։
հետ վերադառնալով մեր իդեալական ու բավարար լավ մամաններին, ուզում եմ ասեմ, որ ամենաշատը մեղքի զգացում են մայրիկները ունենում, երբ որ իրենց պատկերացմամբ ժամանակ չեն հասցնում երեխեքի հետ անցկացնեն ու ունենք որակյալ ժամանակ արտահայտությունը, որ դու կարաս 24/7 երեխայիդ մոտ լինես, հեռախոսիդ մեջ լինես եւ նրա հետ չլինես։ Եվ նրա հետ չլինես, ամբողջ օրը ինչ որ բաներ ես նայում ու կարաս դու մի քանի ժամ երեխայիդ հետ լինես, բայց ունենաս հոգեկան կապ, հետաքրքրվես երեխադ ոնց է, լսես երեխայիդ ինչ դժվարություններ ունի, դու պատմես քո օրվա մասին ու երեխայիդ հետ կապ ունենաս։ Ու այստեղ նորմալ է, որ երեխաները նաև կարող է տխրեն, որ մամանները գնում են։ Շատ հաճախ գանգատ է լինում, որ մամա էլի գնում ես։ Ես ինքս մայր եմ, աշխատող մայր եմ, 2 զավակների մայր եմ ու տղաս ով 7.5 տարեկան է, պարբերաբար բարձրաձայնում է, մամա գործի ես գնում։ Ու ասում է, ինչ չէի ուզի գնաս, մամա։ Ու հայ ես իր հետ քննարկում եմ ու նաև քննարկում էի, որ բալես ես էլ եմ քեզ կարոտում, բայց երբ որ ես աշխատում եմ, քեզ անդադ հիշում եմ, պլյուս ես գիտեմ դու ապահով ձեռքերում ես, ու տես դու էլ քո ընկերները ունես, քո դասերը ունես, այսինքն տալ ազատություն երեխային խոսելու ու նաև նորմալիզացիա անել, որ հա, մեր կյանքի մի փուլ է աշխատել կամ ուղակի տանը գործ անել, մաման չի կարա միշտ գետնին նստած երեխայի խաղալ, կարիքները հոգալ, բավարարել, բայց այդ պերֆեկցիոնիզմը մայրության մեջ շատ մեծ ռեսուրսներ ու ջանքեր է տանում, ընդհանուր միջև հնարավոր է կպչունության վերածվի։ Այսինքն իդեալականացման ձգտումը կպչունություն լինի, մաքրություն ապահովելու գործում կպչունություն լինի, որ երեխաս էլ իդեալական լինի, հանկարծ էմոցիա ցույց չտա, դասերը վատ չանի, կապրես չանի, ոչ մեկից հետ չմնա։ Այստեղ շատ հաճախ հասարակության ձայնն է մամայի գլխում լինում, որ եթե ես քիչ անեմ, ինձ կքննադատեն։ Ուզում եմ ասեմ, ինչ ուզում եք արեք, մեկը մարդիկ ինչ որ բան ասելու են։ Էական չի ինչ, հաստատ ինչ որ մի բան ասում են, ու այդ ձայները ավելի շատ մեր գլխում է վախենալու, մեր գլխում են ուժեղ հնչում, քան իրական կյանքում։ Այստեղ կարևորը թե ինչքան է քեզնից ռեսուրս էներգիա տանում։ Ահա եթե դու էներգիա ունես ու դու կարողանում ես ամեն ինչ անես ու օրվա վերջում լավ է, անգլերեն արտահայտություն ունենք it's up to you, քո ընտրությունն է, շատ լավ, ստացվում է, բայց եթե դու զգում ես, որ չես կարողանում, չի ստացվում, չես հաջողում, ընդունել, որ ես ունեմ այս փուլում սահմանափակ ռեսուրս, կամ ցանկություն չունեմ, կամ հնարավոր չի ամեն ինչ անել։ Իրական երեխային պետք է երջանիկ մամա ու ծնող։ Իհարկե մամանների մասին ենք խոսում։ Եվ սխալվող ծնող։ Եվ սխալվող ծնող, եւ ընդունող ծնող։ Որովհետեւ այդ սխալներով երեխան օրինակները ձևավորում են այդ սխալների շնորհիվ, ինքը տեսնում է, հասկանում է, որ նորմալ է սխալվելը, նորից փորձելը, սայթակելը, ընկնելը, բարձրանալը։ Երեխաներին երբ որ տարբեր իրավիճակներում հարցեր են տալիս ու ինչ են նկատում ընդհանրություն, որ երեխաները լավ են, երբ որ մաման լավ է, որտեվ երբ որ մաման, այդ թվում նաև պապան, հիմա մենք մայրիկների մասին ենք խոսում, բայց ուզում եմ նաև համալիր դիտարկենք, հոգեպես հանգիստ են, ավելի կայուն են, բնականաբար երեխայի հանդեպ ավելի տոլերանտ, համբերատար են ու երեխան իրեն լավ է զգում, ուստի ինչքան էլ ուզենք մեր երեխան լինի երջանիկ, իրականում երեխային պետք չի այդ գերմաքուր հատակը, գերառողջարար սնունդները, երեխային պետք է մամա, ով հանգիստ է, ով ժամանակ ունի իր հետ անցկացնելու ու նաև հասանելի է։ Ոստի բավարար լավ մայրիկի բնութագրիչների մեջ, որպես այդպեսին կարանք ավելացնենք մայր, ով էմոցիոնալ հասանելի է իր երեխայի համար, հետաքրքրված է իր երեխայով, փորձում է ժամանակ հատկացնի, երեխայի կարիքները բավարարի, բայց միևնույն ժամանակ սխալվում, տխրում, այլ զբաղմունքներ ունի ու այլ հոգսեր ունի։ Սա շատ մարդկային է, շատ մարդկային։ Այս բարդույթները կնոջ մոտ արդյոք չեն գալիս մանկությունից եւ ծնողի հետ հակադրություններից կամ ծնողական մոդելը վերցնելուց։ Այստեղ կարևոր է շեշտենք, որ կարևոր է թե մայրության մոդելը որտեղից է վերցվել, ինքը շարունակում է նույն ձև ինչ որ իր մայրիկից է տեսել, որտեղ իր մաման էլ շատ խիստ էր, շատ պահանջկոտ էր, հարաբերություններում շատ ամեն ինչ պետքա ճիշտ լիներ, ընթացակարգային լիներ, թե հակառակը, ինքը ունեցել է մայր, ով եղել է ոչ շատ ներգրավված, ով եղել է ոչ այդքան հետաքրքրված, ոչ այդքան ընտանիքի մեջ, հիմա ինքը ուզում է կոմպենսացնի։ Նկատել եք Երևան ջան, որ հաճախ մենք
մեր երեխաների համար անում ենք այն, ինչ ինքներս չենք ունեցել ուզել ենք։ Խաղալիք չենք ունեցել, հիմա երեխան այնքան ենք խաղալիք առնում, որ նույնիսկ դրա կարիքը չկա։ Մենք մեր կարիքներն ենք բավարարում։ Ու երեխաները մայրիկների ու մեծահասակների մեջ հաճախ արթնացնում են իրենց խոցելի մանկական եսին։ Այսինքն այն երեխան, ով ժամանակին փոքր էր, մեծացել ու մայր է դարձել, ունի իր չբավարարված լիքը պահանջմունքներ ու երեխան դառնում է միջոց սեփական տրավմաները ինչ որտեղ լուծելու, բարդությունները կարգավորելու համար։ Շատ կարևոր է տարանջատում տալ, որ ինչքան էլ ես եմ երեխայիս լույս աշխարհ բերել, բայց երեխաս առանձին անհատ է իր պահանջներով, կարիքներով, հետաքրքրություններով ու ցանկություններով հանդերձ ու հարց տալ ինքդ քեզ ինչի եմ ես անում երեխուս համար։ Ինքը սրա կարիք ունի։ Ինչ է տալու սա իմ երեխային։ Ինձ է պետք թե երեխուս է պետք։ Թե ինձ է պետք, երբ որ ես երեխա էի։ Ինչպես է մշտական մեղքի զգացումը ազդում կնոջ հոգեվիճակի վրա եւ արդյոք սա քայքայիչ նշանակություն է ունենում երբեմն։ Միանշանակ, երբ որ կա մեղքի զգացում, սա շատ փակուղի տանող իրավիճակ է։ Մեղքի զգացման ժամանակ մենք գործ ունենք հոգեվիճակի հետ, երբ որ էմոցիաների համալիր համակարգ կա, որ կա ինքնակնդատություն, կա տխրություն, կա մեղադրանք սեփական անձին ու այլոց, կա նաև անհուսություն, կա ագրեսիվություն, ու ստացվում է, երբ որ մեղքի զգացում է ունենում, մի տեսակ նաև անդառնալիության զգացում է ունենում, որ այ ես երեխուս բավականաչափ ժամանակ չտվեցի, ինքը մեծացավ, ինչ որ խնդիրներ ունի դեռահասա, այդ նրանից է, որ ես իր հետ չեմ եղել։ Ու շատ ինքնակեղեքիչ ու նաև կազմաքանդող հոգեվիճակ է լինում, որ մաման, կինը ներսից անընդհատ հաշտ չի լինում ինքն իր հետ, բայց ավելի կառուցողական է ընդունել պատասխանատվություն, որ ոնց որ թե հա ինչ որ բան են չեմ արել ու դրա հետևանքները հիմա կա, բայց դադար տալ ու պատասխանատվություն վերցնել, այս մասով կարամ շտկեմ, այս մասով չէ։ Իհարկե այդ ընդունելը շատ դժվար է Երվան ջան, շատ ռեսուրսատար ու հաճախ հոգեթերապևտիկ աշխատանքի կարիք է նաև լինում, ու նաև երեխայի հետ հարաբերություններն է որպես կանոն վատ թարացած լինում, դեռահասության շրջանում արդեն որպես անհատ երեխան ուզում է կայանալ, առանձնանալ, հասունանում է ու շատ նաև ծնողը իր գերկարևորությունը չի զգում։ Մամանները հաճախ բողոքում են, որ ես այդքան իր համար արել եմ ու հիմա ինքը չի ընդունում։ Ընդունել նաև, որ մեր երեխաների կյանքում փուլ է գալու, որ մենք չենք լինելու հեղինակություն։ Նրանք մեծանալու են եւ փոխվելու է մեր դերը նրանց կյանքում։ Եթե հաջողացրել ենք լավ հարաբերություններ իրենց հետ ստեղծենք, հավանական է, որ իրենք կհարգեն ու կարևորեն մեր կարծիքը։ Եթե չէ, հա, մեծանում եւ հեռանում են եւ իրականում ծնողավարման հիմնական նպատակը ինքնաբավ ինքնուրույն անհատի մեծացումն է։ Հոգեբանության մեջ տերմին նույնիսկ ունենք դատարկ բույն է կոչվում, որ իրականում ծնողը ստեղծում է բույն, կերակրում խնամում է ու թվում է թե ինքը երազել է, որ պետքա թռնի, սովորի, կարողանա ինքնուրույն լինի, բայց շատ տխուր է այդ հրաժեշտ տալը։ Ու հաճախ մեղքի զգացում հատկապես առաջանում է, երբ որ երեխան այլևս քո կարիքը շատ չունի եւ դու ազդեցություն չունես իր վրա այլևս հեղինակություն չես, հետ ես նայում ու հասկանում ես, որ ոնց որ թե կամուրջներ էլ չկան հետ վերադառնալու։ Ու մի տեսակ խզվում է հարաբերությունները։ Հա, այստեղ երբեմն դժվար է լինում, շատ խոսքերով ասել իհարկե հեշտ է, բայց ծնողի, մամայի համար շատ դժվար է։ Դրա գիտակցումը եւ այդ մտքի հետ ապրելը շատ դժվար է լինում, միշտ ու ցավոտ։ Այո, Երվան ջան, բայց ուզում եմ կարևոր մի բան ասեմ, ելի հիշեցի իմ այցելուներին, ովքեր հաճախ հասուն տարիքում խոսում են իրենց ծնողների հետ ունեցած հարաբերություններից, ու շատ հաճախ իրենց համար ակտուալ է լինում, որ մամաս, պապաս եթե ասեր, որ հա սխալվել եմ, ընդուներ, ես հասկանայի, որ ինքը գիտակցում է, այդ ինձ այնքան հանգստություն կտա, չի փոխի իրավիճակը, որում եղել ես, բայց կտա հանգստություն, ուստի հորդորս մեսիջս ծնողներին, մամաններին, պապաններին, եթե կա ինչ-որ մի բան, որ դուք գտնում եք, որ արել եք ու այդքան էլ լավ չէր, կարելի է խոսել երեխայի հետ դրա մասին, զգուշությամբ, բայց ասել, որ գիտես, ինձ էլ է անհանգստացնում,
Եվ այո, տեղեր են եղել, որ ես սխալվել եմ, ես ընդունում եմ դա։ Ես ընդունում եմ։ Որովհետև դա հանգստություն է բերում նախ քեզ, հետո թույլ է տալիս այդ մարդուն շարժվելու առաջ ու կառուցելու իր կյանքը առանց հետ նայելու։ Հետ նայելու պլյուս այն փաստը, որ երեխան իմանում է, որ դու ընդունում ես, այլ ոչ թե արդարացնում ես քո վարքը եւ հակառակը երեխային ես մեղադրում, որ դու այսպեսին էր դրա համար է ես այսպես վարվում։ Մի տեսակ ճակերտավոր հանգստություն է տալիս առաջ շարժվելով։ Դա չի փոխում նախկինում ունեցած իրավիճակը, հոգեվիճակը, բայց փոխում է վերաբերմունքը թե երեխայիդ, թե քո։ Դե անցյալը փոխել չենք կարող, բայց ապագայի վրա հստակ ներգործություն ունենք եւ կարող ենք լիքը բան ապագայի համար փոխել։ Ինչ է հուզական այրումը մայրության մեջ եւ որոնք են դրա առաջին նշանները։ Ես շատ սիրեցի ձեր հարցերը, որովհետև շատ դուք թիրախային հարցեր եք տալիս Երևան, այո, մենք հուզական այրում, emotional burnout ունենք ոչ միայն օրինակ աշխատանքային միջավայրում, այլև ունենք մայրության մեջ։ Burnout-ը հուզական այրումը ենթադրում է հետևյալը, որ մենք ծանրաբեռնվածության եւ երկարատև ստրեսի հետևանքով ունենում ենք որոշակի սիմպտոմներ։ Ու մայրության մեջ այդ ցուցիչներից ամենաառաջնայինը, որ մայրը սկսում է լինել շատ չմոտիվացված իր մայրության դերի մեջ, այսինքն դժվարությամբ է որոշ բաներ անում, դժվարությամբ է երեխային խնամում, հաղորդակցվում, հարաբերություններում զգում է լարվածություն, ցանկություն, հավես, տրամադրություն չունի երեխայի հետ խաղալու, դաս անելու, ուղղակիորեն ի վիճակի չի անելու ինչ-որ բան, ու պլյուս այնինչ նախկինում ուրախություն էր պատճառում ու մաման կարար շատ ոգևորված լինել, հիմա անում է, ոչինչ չի կատարվում, եւ երբ որ սպառված է, հարաբերություններից դուրս էլ է իրան այդպես զգում, այնպես չի, որ մենակ երեխու հետ է ինքը լարված, անտրամադրիր, ճակերտավոր, դեպրեսիվ, ինչու եմ ասում ճակերտավոր, որովհետեւ շատ հաճախ ասում են, դե դեպրեսիայի մեջ է, դեպրեսիան լուրջ հոգեբուժական ախտորոշում է եւ միայն հոգեբուժների կողմից է այդ դիագնոզը տրվում, բայց տրամադրության տատանումները եւ հաճույք չստանալու խնդիրը հաճախ տարածված է, որ ասում են այնքան դեպրեսիվ է ինքը։ Ուզում եմ ասեմ, որ այս բառից զգույշ լինենք, որովհետև ինքը լուրջ հոգեբուժական ախտորոշում է, բայց նայած որ հիմա մոդայի կա, բոլորը սիրում են դեպրեսիայի մեջ լինել, բայց Աստված չանի, որ ինչ-որ մեկը իրապես դեպրեսիայի մեջ։ Որտեվ այս դեպքում իր ի վիճակի չի մարդը իրոք որևէ բան անի, բայց երբ որ բռնաութի մեջ է լինում մայրը, մենք կարանք խոսանք նաև, որ կարա ունենա նաև ուղեկցվող այլ հոգեբանական խնդիրներ ընդհանուր միջև հոգեբուժական։ Եվ սպառման դեպքում հատկապես ակտուալ է լինում, որ մաման չի կարող օգնություն ստանալ, ոչ միայն չի կարողանում խնդրի օգնություն, այլև օգնությունը կա, բայց ինքը չի կարողանում վայելի այդ process-ը, շատ հոգնած է լինում։ Համապատասխանաբար խոսելով նաև օգնության միջոցների մասին, շատ կարևոր է ընդունել, որ այստեղ եւ հիմա ես ինձ վատ եմ զգում։ Ասել դրա մասին զուգընկերոջը, ամուսնուն, ընտանիքի այլ անդամներին, խնդրել օգնություն, որ եթե հնարավոր է, ով կարա երեխուն թե դասերի հարցում կօգնեն, թե հաց սարքելու, թե կախված տարիքից խնամելու, ընդունել, որ սա ժամանակավոր է։ Երբեմն միտք են ունենում մայրիկները, որ եթե հիմա վատ են զգում, վերջ, երբեք չեն վայելելու երեխան, այդպես շարունակելու է։ Չէ, բայց դիմել օգնության, որ այս պահին ես վատ եմ, օգնության կարիք ունեմ, փորձել ներգրավել եւ անել բաներ, որոնք հաճույք են պատճառում։ Նույնիսկ եթե դու ուզում ես երեխուդ թողես ու մի քանի օր միտեղ գնաս կամ որոշակի ժամեր, սրանով դու չես դադարում քո երեխայի համար լավ մայր լինել։ Բայց շատ կարևոր է, որ նաև ռեսուրսդ վերականգնվի ու ընդունես, որ հնարավոր է դադար տաս եւ եթե հանգստանում ես, մտերիմներիցդ աջակցություն ես ստանում, քեզ անձնական ժամանակ ես տրամադրում, բայց միևնույնն է հոգեվիճակը չի փոխվում ու քո համար շատ դժվար է քո երեխայի էմոցիաների հետ, երեխայիդ հետ գործ ունենաս, երեխայիդ հետ խնամես, դիմել հոգեթերապիայի, որովհետև հոգեթերապիան մեթոդների ու գիտելիքների համալիր համակարգ է, որ օգնում է այս դեպքում մայրերին հասկանալու, թե ինչ կարան անեն ու ոնց վերաբերմունք փոխեն ու ոնց նաև իրենց վարքը փոխեն եւ մայրության մեջ, այո, եւ ընդունել, որ հա մայրությունը նաև շատ հաճախ սպառող է, շատ հյուծող ու շատ նաև էներգիա տանող է։ Նամանավանդ եթե չունես օգնող։ Ինչպես սովորել ներողամիտ լինել սեփական անկատարության հանդեպ։
Հարցը բավականին լավն է, Երվան ջան, ամենաառաջինը ընդունել, որ աշխարհում չկան իդեալական համակարգեր, առավել եւս մարդը էակ է, ով անընդհատ զարգանում է, անընդհատ փոխվում է եւ մի իրավիճակում հնարավոր է շատ հաջողես, որպես օրինակ մայր, հայր, ծնող եւ մեկ այլ իրավիճակում, քանի որ դու գործ ունես զարգացող էակի հետ, լրիվ այլ պատկեր ունենաս, ընդունել գիտակցել, որ չկան իդեալական համակարգեր, իհարկե սա շատ ցավոտ է եւ նաեւ թերապևտիկ աշխատանքի լավ բովանդակություն կա, որ մարդը միշտ դժվարությամբ է ընդունում իր անկատար լինելը, բայց սա չի զրկում պատասխանատվությունից զարգանալու, փոխվելու, ընդունել, որ ես կատարյալ չեմ, բայց ես ունեմ հնարավորություն փոխվելու, նոր հմտություններ սովորելու ու նաև նոր արձագանքման մեխանիզմներ մշակելու։ Ես կատարյալ չեմը գալիս է համեմատություններից, չէ։ Մենք տեսնում ենք այլ օրինակներ, համեմատվում ենք ու սկսվում է ներքին երկխոսություն, կոնֆլիկտ, որ ես կատարյալ չեմ։ Իսկ ես համեմատությունից ինչպես ազատվել։ Հասկանալ, որ ես եմ, դիմացինը ինքն է իր կյանքն է ապրում իր հոգսերով, իր ծանրաբեռնվածությամբ, որը միգուցե ես չեմ տեսնում։ Հաճախ խնդիրներ առաջանում է, երբ որ անձը ունենում է դիրքորոշում, անգլերենով ասում ենք I am not enough good, բավականաչափ լավը չեմ, ու երբ որ հաճախ չի էլ գիտակցում, որ նման դիրքորոշում ունի, որ անընդհատ տարբեր իրավիճակներում հենց որ սխալվում է կամ իր անկատարությունը ցույց է տրվում, միանգամից բարկանում, ագրեսիվանում է, ունենում ենք շատ վատ ճակերտավոր հոգեվիճակ ու նաև վարք։ Ու այս կատարելության ձգտումը տակը ունենալով այս ոչ բավականաչափ լավը զգալու երևույթը խորանում է հատկապես, երբ համեմատությունների մասին է խոսքը գնում։ Մենք որպես սոցիալական էակներ ուզենք թե չուզենք անընդհատ համեմատվում ենք, բայց հետաքրքիր մի միտք կա, որը շատ ես նաև օգտագործում եմ, որ համեմատվել կարելի է, ցանկալի է եւ պետք է ինքներս մեր հետ, թե ես ինչպիսին էի մի քանի տարի առաջ, ինչպիսին եմ հիմա եւ ինչպիսին եմ ուզում լինել, պլյուս հաշվի առնել, որ երբ որ ես համեմատվում եմ այլ մարդկանց հետ, մենք գործ ունենք ոչ համաչափ եւ հավասարաչափ ռեսուրսների, ունակությունների, պատմության եւ իրավիճակի հետ։ Ուստի արդար չի լինի եւ չի լինի օրինաչափ ու հավասարաչափ այլոց հետ համեմատվելը։ Երբ որ զգում ենք համեմատվում ենք, կարելի է ուղղակի մտքի կառուցվածքը փոխել, որ ինչ ունի տվյալ մարդը, որ ես էլ կուզեի ունենամ։ Ոչ թե համեմատությունը տանել, որ ինքը լավն է, ես վատն է, ինքը հաջողել է, ես չէ, տեսականորեն եթե ինչ-որ մեկը հաջողել է, ինչ-որ մի բան լավ է անում, ենթադրվում է, որ դա հնարավոր է, ես էլ կարող եմ անել։ Ուղղությունը բերել դեպի ներս, որ հավես է մարդիկ կարողանում են անեն, միգուցե ես հիմա տխրում եմ, որ ես չեմ հաջողում, բայց այդ չի բացառում, որ ես էլ չեմ կարող անել։ Պետք է անեմ, որ իմ մոտ էլ ստացվի, ինչ ռեսուրսներ ես չունեմ, որ պետք է ձևավորեմ։ Այո։ Որ ինձ մոտ էլ ստացվի, սա խնդիրը, չէ՞։ Որն է ձեր գլխավոր խորհուրդը այն մայրիկներին, ովքեր հիմա մեզ նայում են ու մեղավորություն են զգում թափորտված տան կամ չպատրաստված ուտելիքի համար։ Ամենաառաջինը սիրելի մայրիկներ ջան, շատ մարդկային ու նորմալ է ունենալ թափորտված տուն, ոչ այդքան թարմ ուտելիք, երեխաներ, ովքեր հիվանդանում են, երեխաներ, ովքեր անում են կամակորություններ, դա շատ մարդկային է եւ ձեր այսօրվա թափված տունը, խաղալիքները ձեր երեխայի ներկայիս երջանկությունն են ու երջանիկ մանկությունը։ Մեզ թվում է, եթե տունը հավաք լինի, սնունդը թարմ լինի, երեխաս կլինի երջանիկ, եթե մենք այտանում ենք ու շատ լարված ենք, հավանաբար երեխաների հետ ենք լարված լինելու, իջացնել ինքնա վերահսկողության ու նաև ակնկալիքների շեմը, զգված պարանը մի քիչ թուլացնել, ակնկալիքները թուլացնել ու տալ ազատություն, որ այո, մենք ապրում ենք ու նորմալ է, որ կլինի խաղ, նորմալ է, որ կլինի զբաղվածություն ու պլյուս եթե չենք ուզում երեխաները ամբողջ օրը գադջետների առջև անցկացնեն, շատ նորմալ է, որ երեխաները ուսումնասիրում են, զբաղվում են, խաղում են, դա շատ մարդկային է եւ դա չի խոսում ձեր վատ մամա լինելու մասին։ Դա ընդհանրապես առօրյայի մի հատված է։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Մայրությունը մրցավազք չէ, այլ կյանք է, որտեղ հնարավոր է ընկնել, սայթաքել, նորից կանգնել եւ շարունակել քայլել առաջ։
Երեխային կատարյալ մայրիկ պետք չէ։ Երեխային պետք է սիրող, իրեն հասկացող, իրեն հետ էմոցիոնալ կապ ունեցող մայր, ով ամեն պահի պատրաստ է արձագանքել, հասնել օգնության, եթե նա օգնության կարիք ունի։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ փնտրելու այլ հոգեկապեր։ Խաղաղություն ձեր մտքերին։